Ապրիլի 2-ը աշխարհահռչակ հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է։ Ամեն տարի այս օրը ամբողջ աշխարհը նշում է նաև որպես մանկական գրքի միջազգային օր։ Անդերսենը մեծացել է աղքատ ընտանիքում։ Հայրը կոշկակար էր, մայրը լվացարարուհի։ 11 տարեկան էր, հայրը մահացավ։ Նա էլ սկսեց ինքնուրույն վաստակել ապրուստը։ Եղավ ջուրհակի աշակերտ, այնուհետև դերձակի օգնական, աշխատեց անգամ ծխախոտի գործարանում։ Հեքիաթասացը դպրոցում չի փայլել բարձր առաջադիմությամբ, հասուն տարիքում էլ խոստովանել է, որ դպրոցական տարիները իր կյանքի ամենախավար ու ամենադառը տարիներն են եղել։ Նրան փորձել են ետ պահել գրական աշխատանքից, նետելով հուսահատության գիրքը։ Չնայած իրեն բաժին հասած կյանքի բոլոր դժվարություններին, առանց Անդերսենի լուսավոր հեքիաթների անհնար է պատկերացնել մեր մանկությունը։ Նրա անունը մաքուր, հեքիաթային աշխարհի խորհրդանիշն է։ Որն է եղել Անդերսենի քո սիրելի հեքիաթը։ Գրիր մեկնաբանության մեջ։